Ողջույն սիրելի առաջին դասարանցիներ, այբենարանից այսօր կսովորենք, կարդում ենք, երեխաներից շատերը ճանաչում են այս թիվը, սա 9-ն է, 9, ինչ հնչյուն ենք լսում, այսօր մենք սովորելու ենք ձայնավոր հնչյունի տառերը, նախ հնչեցնում ենք համոզվում ենք, որ առանց արգելքի է արտասանվում, նշանակում է ձայնավոր է։ Մեծատառ տբագիր փոքրատառ տբագիր մեծատառ ձեռագիր փոքրատառ ձեռագիր տեսեք 9 թիվն է գրված այստեղ, դեռևս չեն անցել երեխաները, բայց ուսուցիչը ցույց է տալիս գրության ձևը և անցնում ենք խաղերին, որ բառերում կա ցույց ենք տալիս նկարը, ասում ենք թռչունի անունը, լոր, այստեղ չի հնչում, արծիվ, բառամիջում լսվում է երեխաները կարող են շրջագծել ծանոթ արդեն տեսած տառը, արագիլ, կա այս թռչնի նկարի մեջ, աղավնի, տեսնում ենք, որ բառավերջում լսվում է ծիծեռնակ, բառամիջում և բու բառի մեջ չկա, նայում ենք նկարին, փորձում ենք հյուսել փոքրիկ պատմություն, կապիկների ընտանիքը, իրիկուն է, քամի է, կապիկ մայրիկը իր ծագուկների հետ ծառի տակ նստած բանան է ուտում, փոքրիկ կապիկը տեսել է երիցուկները, մայրիկը իր բաժին բանանը տալիս է ծագուկին, կարելի է նաև բանան բառի հայերեն տարբերակը սովորեցնել երեխաներին, ադամաթուզ, նրա կողքին կա կարմիր ծաղիկ, նայում ենք նկարին, դուրս են բերված պատմությունից հետևյալ բառերը, կապիկ, երեխաները կապիկ, փորձում են հասկանալ, որ դատարկ բանտակում պիտի գրեն իրենց սովորած կարելի է մինչ այդ գրել տալ երեխաներին և տետրում և գրքի մեջ, մի քանի անգամ գրելուց հետո, վարժվելուց հետո, նոր հանձնարարում ենք գրել բառի մեջ պարունակվող իրերը, ծաղիկ, գլխի են ընկնում, որ դատարկ բանտակում ձայնավորը պիտի գրել և թիթեռ, տեսեք 9-ներով կազմված է տառը, կարելի է այս նույն տառը պատրաստել և պլաստիլինով, և ցորենի հատիկներով, և լոբու հատիկներով, տառի տեսքը կարելի է տալ, որպեսզի երեխաների մատների փոքրիկ ֆալանգները նույնպես աշխատեն, անցնենք հաջորդ էջի առաջադրանքին, մենք պիտի կարդանք ոտանավորը, իսկ երեխաներին օգնենք, որպեսզի գտնեն մեծատառ տբագիր շրջագծեն և փոքրատառ տբագիր իրիկուն, այստեղ երեխաներին նաև սովորեցնում ենք, որ վերնագիրը նույնպես գրվում է մեծատառով, իրիկուն է, իրիկուն, իմ ժիր ծիծիկ արի տուն, թե չէ հանկարծ կննջես, ծառի ճյուղից ցած կընկնես, երեխաները կարող են նայել բանաստեղծության նկարին, այս նկարը հեշտությամբ կօգնի, որպեսզի երեխաները սովորեն բանաստեղծությունը անգիր, իհարկե ծնողների և ուսուցչի հետ միասին իրենց օգնությամբ, երբ մենք հիշում ենք փակ և բաց վանկերի մասին, տեսնենք ձայնավորի հետ բաղաձայնները ինչպիսի բաց և փակ վանկեր կկազմեն, նկատում ենք, որ փակ վանք է, սա ինչ է, պանիր, տեսնում ենք բառավերջում փակ վանկը, բաց վանք է, նարինջ, նկատեցինք բառամիջում,
փակվանք է, կաղին, և նի բացվանք է, մատանի, ահա, և կարդում ենք արդեն, կարող են երեխաները ինքնուրույն կարդալ հետևյալ նախադասությունները, իսկ որտեղից հասկացանք երեխաներ, որ նախադասությունը սկսվում է մեծատառով, վերջում դրվում է վերջակետ, սա անին է, անին է, օժանդակվա է, անպայման կարդում ենք վերջի տառի հետ միասին, սա անին է, նա սան է, սան նշանակում է աշակերտ, անին, տեսեք վազելու նշան է, վազում է դպրոց, գրված է սա անին է, արդեն երեխաները կարող են արտագրել այս նախադասությունը, հիմա ամբողջացրած պատկերը, սա անին է, նա սան է, հասկանում ենք, որ աշակերտ է, որովհետև պայուսյակ ունի և վազում է դպրոց, անին վազում է դպրոց, այսօր էլ այսքանը, հաջողություն։